Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն Podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Այս անգամ խոսելու ենք ֆինանսական ինքնության մասին։ Սա այն բանն է, որը դուք ունեք, նույնիսկ եթե դեռ գումար չունեք։ Եվ հավատացեք ինձ, ես ինքս ապրում եմ առանց գումարի, բայց ինքնություն միշտ ունեցել եմ։ Ֆինանսական ինքնություն այն է, թե դու ինչպես ես վերաբերվում գումարին։ Ոչ թե որքան ունես, այլ ինչ ես անում այն պահին, երբ ունես։ Ոմանք գումարը տեսնում են ու անմիջապես ուզում են ծախսել։ Մյուսները սկսում են մտածել. Սա բնավորություն չէ, սա սովորություն է։ Իսկ սովորությունները ձևավորվում են դեռ շատ վաղուց։ Քո առաջին ֆինանսական որոշումները կարող են շատ փոքր լինել։ Օրինակ, ինչ անել գրպանի գումարի հետ։ Ամեն ինչ ծախսել, թե մի մասը պահել։ Երբ սկսում ես ընտրել, արդեն ձևավորվում է քո ֆինանսական եսը։ Ֆինանսական ինքնությունը նաև պատասխանատվություն է։ Երբ գումար ես ստանում, դա պարզապես հաճույք չէ։ Եթե չես հիշում, թե ուր գնաց գումարը, նշանակում է դու չես ղեկավարում այն ղեկավարում է քեզ։ Ես էլ մի անգամ թողել եմ, որ լազերային կետը ղեկավարի ինձ, վատ ավարտվեց։ Շատերը մտածում են, որ ֆինանսական մտածողությունը սկսվում է, երբ մեծ գումար ես վաստակում, բայց դա սկսվում է այն պահից, երբ դու մտածում ես. սա հիմա չեմ ծախսի։ Ֆինանսական ինքնությունը նաև սահմաններ ունենալն է։ Չծախսել այն, ինչ չունես։ Չհետևել ընկերներին միայն, որովհետև նրանք ծախսում են։ Քո գումարը քո ընտրությունն է։ Եթե բոլորը վազում են մի կողմ, դա դեռ չի նշանակում, որ այնտեղ կերակուր կա։ Կարևոր է, թե ինչպես ես վարվում գումարի հետ, երբ ոչ ոք չի տեսնում։ Քարտը, գումարը, ներդրումները պարզապես գործիքներ են, ինքնությունը դու ես։ Իսկ ես Փիսոն եմ ու հստակ գիտեմ ով եմ, երբ ուտելիքը վերջանում է։ Կհանդիպենք հաջորդ անգամ։